Հետադարձ հիփոթեքի ինստիտուտի ներդրում թոշակառուների համար։ Այս նախագիծը հնարավորություն է տալիս թոշակի տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ, նշեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Եվ սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեքով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել, որպեսզի կարողանան նաեւ հոգալ որոշակի այն ծախսեր, որոնք որ իրեն կարող էին այս ճանապարհով, այս մեխանիզմով ստանալ եկամուտներ։ Եվ այս եկամուտները արդեն կգումարվի իրենց կողմից, իրենց համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոցներ, որպեսզի իրեն կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել։ Մյուս նախագիծը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտի ներդրմանը, որը ենթադրում է հետևյալ կարգավորումը։ Երբ որ ամուսնական կյանքի ընթացքում ամուսինները ձեռք են բերում որևէ անշարժ գույք բնակելի, իրենք տիրապետում են այդ անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով եւ որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացում եւ ժառանգորդները հայտնվում են կենթանի մնացած ամուսնու հետ եւ դառնում են համասեփականատերեր։ Այս ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ ենք տալիս, որպեսզի քաղաքացիները իրենց ընտրությամբ, ամուսինները իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահով պահպանել կենթանի մնացած ամուսնու համար եւ հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո նոր այս գույքը կտրվի ժառանգության։ Էներգետիկայի բնագավառում եւս մեկ լիցենզավորման տեսակ կավելացվի։ Խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է։ Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը ներկայացրեց նախագիծը, որը վերաբերում է կուտակիչ կայաններին լիցենզիա տրամադրելուն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսուհետ կտրամադրի լիցենզիաներ եւ նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն։ Միաժամանակ կտրվի հնարավորություն նաեւ շուկայի կանոններին համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք, լիցենզավորման ենթակա չլինի մինչեւ 1 մեգավատ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատից ավել հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը։ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արևային կայանների տեղադրման թռիչքաձև աճ է գրանցվել, նշեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ 2030 թվականին մենք պետք է ունենայինք հանրապետությունում 1000 մեգավատ արևային կայաններ, բայց արդեն 25 թվականի ավարտին այդ հզորությունը գերազանցում էր 1000 մեգավատը եւ մարտի 1-ի դրությամբ 26 թվականի մենք գումարային արևային կայանների հզորությունը հասնում է 1141 մեգավատի, որից 479 մեգավատը արդյունաբերական արևային կայաններն են եւ 662 մեգավատը ինքնավար տանիքներին տեղադրված արևային կայաններն են։ Մեր ավանդույթից եւ պատմությունից սովոր ենք, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեծ էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մտածողության փոփոխության անհրաժեշտություն կա։ Մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք եւ այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոտ գալիս է, իրիկունը գնում է եւ դա արևն է։ Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կապիտալ ծախսերի միջև 4 միլիարդ դրամի չափով վերաբաշխման, ինչպես նաև օնլայն տաքսիների վարորդների առողջության համընդհանուր ապահովագրության շահառու դառնալու հարցերը։ Աննա Մելքումյան, Սյունիք լուրեր։